Կառույցները այս պահին աշխատակիցները գտնվում են, չգիտեմ, անորոշ վիճակում։ Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ուղղակի ինչ կաներ, եթե, չգիտեմ, հազարավոր հաճախորդներ զանգ տային, ինչ պետք է պատասխանենք իրենց։ Ամոթանք ենք լսում, չգիտեմ, վիրավորանք նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք ինչ անենք, անելանելի իրավիճակ է։ Չեմ կարծում, որ այստեղ ինչ որ չգիտեմ, ինչ կա, որ կարա ուղղակի կտրի աշխատանքային process-ը, կարան ընդհանուր գործողություններ շարունակվեն, բայց զուգահեռ նաև չխաթարվի ռեստորանի, ինչպես նաև հյուրանոցի ամենօրյա աշխատանքը։ Կինոնիկյան, մեկ ճշգրտում, մեկ օրվա կտրվածքով ինչքան եք տուժում այս ընթացքում, ինչքան գումար եք կորցնում մեկ օրվա կտրվածքով։ Ռեստորանը աշխատում է միջոցառումների համար, ամենօրյա ինքը ռեժիմ չունի, իսկ հյուրանոցը ամենօրյա ռեժիմով աշխատում, մոտավորապես ամեն միջոցառումից եկող հասույթի չափով։ Այդ շատ տարբեր է այդ թիվը կախված հյուրերի ցուցացանկից, էլի, կարա լինի, չգիտեմ, 150 հոգի, 200 հոգի, մոտավորապես շրջանառության չափ լինում է 10-12 միլիոն։ Օրվա կտրվածքով։ Միջոցառման կտրվածքով։ Միջոցառում հետաձգվել է այս ընթացքում։ Միջոցառումները չեն ոչ թե հետաձգվել են, մարդիկ ուղակի ունեն մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք, զանգ են տալիս, ասում են ինչ անենք մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին, չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ Դա կարճ ժամանակում 3-4 օրում փոխել ուրիշ ռեստորան գնալ գտնել արդյոք կա տենց ազատ սրահ այս սեզոնին, ամառային սեզոնին, կարծում եմ որ շատ դժվար կլինի, արդյունքում այդ հաճախորդն է շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ հյուրեր, ովքեր որ 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, հիմա իրանք ուղղակի սենց անճար ձևով սպասում են, չգիտենք ինչ պետք է լինի։ Ինչ քայլերի են պատրաստ, աշխատակիցները անորոշ ժամկետով է հնարավորեն 1 ամիս փակվեն, ինչ ձեր գործողությունները։ Մենք մեր բողոքի ցույցն ենք ներկայացնում, մեր ձայնն ենք բարձրացնում ու մեր խնդրանքն է, մեր հորդորն է, նույն մեր ղեկավարությանը, որ գործը, բիզնեսը, մարդկանց հանապազորյա աշխատանքը չխառնել որևիցե process-ների հետ, ամեն մեկը իր տեղում խնդրում ենք, որ իր ընթացքն ունենա ճիշտ։ Շնորհակալ ենք։ Վաճառքի բաժնից էլ լսենք ձեր տեսակետը։ Չէ, խոսա, հոտ մի քիչ տեղից խոսա, որ մենակ ընդդարից եք ասելու բանն է, ինչպես տեղեկացանք շարունակվելու է ակցիան նաև Ծաղկաձորում, բոլոր բիզնեսներին է վերաբերվում այս որոշումը եւ ինչ անել, եթե ձեր ձայնը լսելի չդառնա։ Շատ մեծ խնդրանք ունենք կառավարությանը, որ վերանայեն իրենց որոշումը եւ բացեն բոլոր հիմնարկները, քանի որ այսքան մեծ թվով աշխատակիցներ առաջին հերթին դուրս են մնացել, կորցրել են իրենց աշխատանքը, հետո միջազգային ասպարեզում туриզմի ոլորտում շատ մեծ կորուստներ ենք ունեցել, եթե հուլիս ամսին մենք արդեն իսկ պլանավորած ունեինք 60-ից ավել խմբեր, 1 տարի առաջ պլանավորած ունեինք Բաչատա ֆեստիվալ, որը միայն Հայաստան պետքա բերեր 200-ից ավել արտերկրյա հյուրեր, զբոսաշրջիկներ, բոլորը cancel եղան եւ ունենք հիմա այսվատ իրավիճակը։ Խմբերի մի մասին փորձել ենք տեղավորել մեր գործընկեր պարտներների մոտ, բայց այսպես իրականում անհնար է աշխատել, որովհետև մինչև տարեվերջ լիքը պլանավորած խմբեր ունենք, միջոցառումներ ունենք, հարսանիքներ ունենք, կոնֆերանսներ ունենք։ Դրսի հյուրերին կոնկրետ տեղեկացրել եք վաճառները, որ քաղաքական են, որ այս պահին փաստացի սեփականության իրավունքն է հարցակային տակ դրվում գործարարի։ Մուլտիգրանտ փարավոն հյուրանոցը լինելով տարածաշրջանի Հայաստանի լավագույն 5 աստղանի հյուրանոցներից մեկը հիմնականում աշխատում է օտարերկրյա մարկետների հետ, այդ թվում Ռուսաստան, Պարսկաստան, Իսրայել, Չինաստան, Կորեա, ասիական մարկետները։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում։ Իհարկե, պարտներները շատ զարմացած են, մեզ շատ սիրում են, իրենց շատ հարմար է մեզ հետ համագործակցել, հասկանում են ինչ է կատարվում իրականում։ Հյուրանոցին, եթե
պարտներներ կան, որոնք օրինակ չեն տուգանել, որտեղ մենք պայմանագիր ենք կնքում նրանց հետ, հա, մինչև տարվա սկիզբ պայմանագիր ենք կնքում եւ փորձում ենք այդ ստանդարտների մեջ տեղավորել։ Այս դեպքով մարդիկ հասկացել են, որոնք հասկացել են, որոնք չէ։ Փորձում ենք լեզու գտնել, մինչև հասկանալ, տեսնել ինչ է կատարվելու։ Ասում եք ինչ է կատարում, բոլորին բացատրում եք, իսկ ինչ է կատարում, գուցե հանրությանն էլ ասեք, ասում եք քաղաքականությունը բիզնեսի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում ձեր սեփականատերը հիմա կալանավորված է, ինչ կասեք դրա հետ կապված։ Ես մտածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ մեծ գործ է արել ոչ միայն իր հիմնարկների, այլ նաև ամբողջ հայ ազգի համար։ Նախ առաջինը, որ այսքան 70-ից ավել աշխատատեղ է ստեղծել, 10,000-ից ավել աշխատողներ աշխատում են, ընտանիք են պահում, մեծ բարեգործական գործեր է արել, ծրագրեր է իրականացրել, ներկայումս այդ բարեգործական ծրագրերից մեկն էլ Հիսուսի արձանի կառուցումն է, հա, որը ապագայում էլ ավելի էր խթանելու Հայաստանում туриզմի զարգացումը, էլ ավելի ճանաչելի ենք լինելու բոլոր էլ ավելի ճանաչելի ենք լինելու այսքանը։ Միջազգային սկանդալ չի սա։ Միակամ չեմ կարող պատասխանել։ Միակ խնդրանքս նա է, որ կառավարությունը վերանայի իր որոշումը եւ փորձի ավելի մեղմացնել այն ինչը որ ստեղծել են ու շանս տա եւս մեկ անգամ այս մարդիկ հետ գան իրենց աշխատանքին եւ կատարեն իրենց սիրած աշխատանքը։ Հյուրանոցում զբոսաշրջիկներ կային, երբ անցած օրինակ շատ ինչ երբ մտան բոլոր հյուրանոցներում էլ, այո, 3 հյուրանոցներում էլ ունեցել ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, այստեղ նույնիսկ դրսից խումբ ենք ունեցել, տագնապած մարդկանց դուրս ենք հանել, որոնք նախաճաշի ժամ ա եղել, մտել են ռեստորանում բոլորին քշելով շատ բիրտ ու կոպիտ ձևով մարդկանց դուրս են հանել։ Իրականում հյուրեր կային, որոնց բացատրեցինք ու մարդիկ շատ նորմալ ընդունեցին, մարդիկ էլ կային, որ չէ, կոմպենսացիա են ուզում, նմանատիպ իրավիճակ։ Կներկայանաք որ խնդրեմ։ Ես Հովսեփն եմ Սահակյան։ Նաև մյուս մուտքի մոտ մարդ տեսանք, որ ասես մեքենաս մնացել է այստեղ, եկել եմ տանեմ։ Մեքենաներ ու մեքենաներն են։ Աշխատակիցների մեքենաները կարան լինեն։ Հյուր կարող է լինի, իրական տեղակ չեմ։ Շնորհակալություն, լսենք նաև Դուք եք գաք առաջ, դուք եք առաջ ձեր աշխատակիցները։ Դուք ներկայացանը եղել եք ներկա։ Ոչ, են կողմն եք։ Բացեք մեկը թեյն, հա։ Հա, երևում է։ Ես ուղղակի ուզում եմ իմ խոսքս ուղղել ղեկավարությանը, որ այս անտրամաբանական երևույթը դադարեցնեն, որտեղ յուրաքանչյուր աշխատող աշխատելիս ստեղծում է իր իսկ համանյութական բարիքներ, բայց նաև հարկատու է պետությանը եկամտահարկի տեսքով, զինվորի գումարի տեսքով։ Մենք աշխատավոր մարդիկ ենք, որոնք ունենք զինվորի մայր, ուսանողներ, որոնք բանկերում ուծումներ ունեն, աշխատող ժողովրդին չի կարելի այսպես ստրեսի ենթարկել, անհիմն պատճառով, այսպես դադարեցնել աշխատանքը։ Պարոն Ծառուկյանը ինքը մեծ սերունդ է դաստիարակում երկրում, գնացեք այդտեղ Դավիթ Հաշենի մեծ կոմպլեքսը, որտեղ մատաղ սերունդը դաստիարակվում է, առողջ դաստիարակություն սպորտ է հովանավորում, ես ականատես եմ եղել ինչքան բարեգործական բաներ արել մարդկանց համար։ Ուղղակի ես դատապարտում եմ այս երևույթը եւ Աստված օգնի, օգնական լինի այդ մարդուն, իրեն տա համբերություն, հանգստություն, որ լուծվի այս անարդար իրավիճակը։ Եթե աշխատանքը չվերաբացվի, ձեր քայլերը որոնք են լինելու։
Գիտեք, աշխատանք չեն վերցնում աշխատող մարդու ձեռքից։ Ես այսպես հասկացա, հետևելով այդ քաղաքականությանը, հասկացա, որ թիրախ ընդամենը այդ վանդակում եղած գազաններ, այդ գազանի հարցը լուծվեց իր իսկ ձևով, ոնց որ սովորա լուծելու։ Մնացած հարցերը ես գիտեմ հույս ունենամ, որ ժողովուրդը առողջ կդատի, կկանգնի այդ մարդու կողքին ու իրավիճակը կշտկվի օգուտ այս աշխատավոր մարդկանց օգտին։ Ինքը մեզ հետ է, մենք իր հետ ենք։ Այդ օրը երկուշաբթի խուզարկության ներկա եք եղել դուք։ Ես ինձ հետ դեպք ապատել, ոտքս կոտրված ա եղել, ես տանն եմ եղել, բայց իմ աշխատողների խուճապը, որ զանգահարում են, որ դիմակավորված մարդիկ ներս են մտնում հյուրանոց, որտեղ կան հյուրեր, մեզ մոտ հարսանիք էր, գեղեցիկ հարսանիքի արարողություններ աշխարհի տարբեր տեղերից հյուրեր էին եկել, այդ վախի մթնոլորտը, որ սփռել էին ամբողջ հյուրանոցում ու դատարկել են հյուրանոցը, այս անհիմն պատճառով։ Ներդրումների մասին խոսող իշխանությունը այս ձևով ներդրումներ կկարողանա ներգրավել։ Ես չեմ ուզում խոսել ներկա իշխանության մասին, ես ոչինչ չունեմ ասելու։ Արարքը ինքնին վանդակում չեն սպանում գազանին, ինքը արդեն պաշտպանված է։ Նույնն է ժողովուրդը, այստեղ պաշտպանված մենք աշխատում ենք, որ ապրենք, ինչի համար մենք պիտի այստեղ անգործ լինենք այս պահին։ Դուք հավելելու բան ունեք։ Դե բոլորս անգործ մնացան։ Աշխատում եք այստեղ։ Արդեն մի տարի էր ես աշխատում էի լվացկատնում ու նորմալ վճարումներով ամեն ինչով մենք նորմալ աշխատում էինք ստեղ։ Հայաստան հեշտ է աշխատանք գտնել։ Ոչ, Հայաստանում ոչ մի աշխատանքի տեղ չկա, աշխատում ԱՊՆ դպրոցները, որը, ասենք, մենք ավարտած չենք, որ կարողանանք ինչ-որ ուսուցչի աշխատենք, այսօրվա օրով ես ինքս այն տարիքում չեմ, որ ինձ այստեղ խանութներում կամ ինչ-որ միտեղ գործ կտան, մոտիկ բնակվում էին, գալիս էին գործի։ Ու շատ գոհ ենք պարոն Ծառուկյանից իր ներդրումների համար եւ ասենք այդ ես չպետք է ասեմ։ Ամբողջ Հայաստանում տարբեր տեղեր հենց պարոն Ծառուկյանի բացած աշխատատեղերն են, որ մարդիկ աշխատում են։ Հուսով ենք ցեմենտի գործանիրման մերն էլ կբացվի շուտ։ Իսկ եթե բացվի, սա ձեր ապրեսի։ Դե շատ վատ կլինի, չգիտեմ մենք արդեն ուր պետքա գնանք։ Հո ամեն օր չենք կարա գանք ստեղ ձեզ հրավիրենք, չգիտեմ ուր են գնալու։ Երևի գնանք արդեն ազգային ժողովի մոտ հավաքվենք։ Իհարկե ժամանակ էլ մեր ոստիկանների շնորհիվ երևի ընկնենք հիվանդանոցներ, այնտեղ էլ մեզ չընդունեն, որտեղ որ ենք օրեցօր փոխվում, որտեղ գումար վճարենք։ Եվ այդ ձևով հույսով եմ, չգիտեմ մենք ինչ ենք կնելու, Հայաստանից էլ ուր գնանք, ում տանք Հայաստանը, որ մենք գնանք։ Այս վերաբերմունքի մասին ինչ ասեք իշխանության։ Տեսեք, այս մարդկանց աշխատանքային իրավունքները խախտվում են։ Հարկադիր պարապ։ Բայց ես ընտրել եմ պարոն Փաշինյանին Սերժից գնալու համար։ Մենք բոլորս արժում ենք Մերժի Սերժին։ Հետո մի ամիս հետո քիչ-քիչ արդեն ամեն ինչ པարզ դարձավ։ Ես ինչ պետք է ասեմ, ամբողջ Հայաստանը երևում է ոչ ներդրում, բոլորը ստեղից արդեն գնում են, ով որ հնարավորություն ունի։ Իսկ մենք որ չունենք, մենք հույսով ենք կբացեն ստեղ։ Մենք մեղավոր չենք, որ ընտրությունները կազմակերպվեց այնց, որ ամեն մարդ ինչ տեսավ, ընտրեց այն մարդուն, ով որ ներդրում է անում իր կյանքի մեջ, իր հարազատների համար։ Ինչ կասեիք Փաշինյանին, որպես իրեն մեկ անգամ հավատացած մարդ։ Ոչինչ ասելու չունեմ, որովհետև արդեն սա քաղաքական է, բոլորդ էլ տեսնում եք Հայաստան ուր է գնում, եթե իհարկե թույլ տանք բոլորս։ Մնացածը չեմ կարող ասել, հույսով եմ հայրենասերների գենը ավելի շատ է մեր բոլորի մեջ։ Հույսով եմ Հայաստանին կպահեն։ Այսինքն ձեր սպասելիքները չի արդարացվել են։ Երբեք։ Հավատացել եմ, բայց չի արդարացել։ Ես չէ որ օրեցօր տեսել եմ ոնց աշխատանքի տեղերը բացվում ու փակվում։ Ասենք նրանով չի որոշվում, որ մանկապարտեզ, ասֆալտ, դպրոց, մենք դպրոցներ ենք ունեցել, մանկապարտեզներ ենք ունեցել, բոլորը վերանորոգվել են։ Բայց ինչ կասեն այն դպրոցները, որ փակվեցին սահմանամերձ գոտում։ Դե արդեն մենք ես դրա այդ հույսով եմ ոչ թե գործ չունեմ, այլ մենք բոլորս դրա այդ գործ ունենք, որ մեր Հայաստանը չդատարկվի, այս վերջի բուրը չվերանա։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Պետք է առաջ։ Լսում եմ։ Պահանջն է, ինչու է այսօր։ Իմ պահանջը հույս ունեք, որ ինչ-որ փոփոխություն կլինի կվերադարձվի։ նայեք, ուրեմն այսպես, ես 13 թվականից 2013 թվականից աշխատում եմ այստեղ ու ասենք եղել է ժամանակ, որ դուրս եմ եկել, նորից հետ եմ վերադարձել ու հիմա ես այս պահին գտնվում եմ անաշխատանակ վիճակում, որը տանում ունեմ հաշվանդամայր, որ չի կարողանում քայլի, ես հիմա իր թոշակով ես չեմ կարող ապրեմ։ 50,000 թոշակով ես կարամ իմ ծնողի դեղերը առնեմ, ասում են դեղերը անվճար է, դա սուտ է։ Ես ինքս գնում եմ հիվանդանոց, դեղերը չեմ ստանում, մեծամասնությունը անվճար։ Գնում եմ այդ դեղերը։ Ես հիմա 50,000-ով ապրեմ, ես ինքս զինվորի մայրել եմ։
Ես ոնց ապրեմ, ասեք, ես մնացել եմ առանց գործ, ցած ինչքան կարելի է շարունակվել։ Ես ուղղակի մեր պահանջն է, որ վերանայեն այս ամեն ինչը, որտեվ այս աշխատող մարդիկ մեղավոր չեն։ Ոչ մի բանով, հացից, օրվա հացից կտրել պետք չի։ Ո՞վ է մեղավոր բացես։ Միանշանակ կառավարությունը անհիմն պատճառներով փակել են։ Ինչի համար են փակել։ Ինչ որ պատճառ կա, որ փակել են։ Ասում են տնտեսական հանցագործություններ են եղել, պաշտոնական մեղադրանքին դուք ծանոթ եք։ Այս բանը չի հանցագործությունները, երբ որ մենք անցել ենք բոլոր հարկային ստուգումները, ամեն տարվա մեջ երամսյակը մեկ ներկայացրել ենք հարկային ստուգումներ եւ ամեն ինչ հարկայինորեն եւ իրավաբանորեն նորմալ է։ Ինչ է նշանակում երկու շաբթի օրը գալ աշխատանքի եւ տեսնել դարպասները փակ։ Խնդրում եւ պահանջում ենք նախ մեր սեփականատիրոջ հանդեպ անարդարությանը վերջ տան, որովհետեւ այս բոլոր աշխատողները տարիներ շարունակ այդ հացամանից հաց են կերել։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճիկը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Այն էշի ու արյուծի պատմությունն է։ Էշը խոսում է, արյուծը քմծիծաղա տալիս, ասում է էշը եկել է, էշել գնալու է։ Մի օր ժամանակ մեր պարոն մեծարգոտ, չգիտեմ ինչին, դրան չի էլ կարելի ուրիշ բան ասել։ Կբացենք այդ լենտերը, կգնանք աշխատանքի այս 100 աշխատողով, 100 եւ ավել աշխատողով եւ կբերենք մեր ընտանիքի անդամներին, մեր թոշակառուներին, մեր հիվանդներին, կնստենք ստեղ, թող մեր պարոն վարչապետը գա մեր հարցերը լուծի։ Մի օր եկել է մեր մատից փուշ հանել է, ժողովուրդ ջան, հոմենակ ասելով չի։ Այսքան մարդու սեզոն ա եղել, վատ սեզոն, հարկային ստուգումների հետեւաբար ինչի ենք անցել, երբ որ մենք այսօր պիտի այս հարցի առաջ կանգնենք։ Ինչ է նշանակում հազարավոր մարդկանց նստացնել տունը, ժողովուրդ ջան։ Երբ ենք մենք դա հասկանալու։ Ինչ ենք պատասխանելու այն աշխատողներին, որոնք օրավարձով աշխատող մարդիկ են։ Ինչ է մտածում մեր կառավարությունը։ Տեսեք, Փաշինյանը իր ջեպազրույցներից մեկի ժամանակ ակնարկել է, որ այս ակցիաները ինքնաբուխ չեն եւ կազմակերպում են կոնկրետ անձանց կողմից, ասած եթե ինքնաբուխ են, ես մենակս եկել եմ, Ղափան էին իմ երեխուն տանում, իմ երեխան ծառայող է։ Ես թողել եմ ճամփի կեսից, ես եկել եմ։ Ոնց ինքնաբուխ չի։ Ես օրեկան աշխատավարձով օրով ապրող մարդ եմ, ոնց ինքնաբուխ չի։ Իմ երեխեքին ով պիտի պահի։ Տնից 3-4 հոգի այս պահի դրությամբ գտնվում են անգործ, ժողովուրդ ջան։ Ինչ պիտի անեն այս մարդիկ, ով այս մարդկանց հային չէ ասելու կամ չէին հայ հաց։ Թող խոսան, այս կանայք էլ խոսան։ Ով է իրանց ինչ-որ աշխատանք այս մարդն է մեր համար ստեղծել։ Աշխատանքներ ստեղծելու տեղերը փակում են աշխատատեղերը։ Էս շիականջին քնած են, մեկ էլ որոշում են, որ պիտի փակեն 100 հոգանոց հիմնարկ, ժողովուրդ ջան։ Բայց հարկային ստուգողները ուր էին քնած էին։ Այսքան ժամանակ չկային, մեկ էլ որոշեց արթնացավ քնից, եկան մեզ հաթաթա են տալի, թող տան։ Այդ տուն ենք բանձարկված նստե, թե կեթանք այդ ԱԱԾ-ներում կնստենք, ինչ ա եղել, որ մեկը իր համար մեկը։ Դուք այստեղ եք այդ գործողությունների ժամանակ։ Չէ, մենք այդ օրը այստեղ չենք եղել, նախորդ ստուգումների ժամանակ ենք եղել, շատ վատ ձևով են նախ մոտեցել, նախ բոլորին ստրեսի են ենթարկել, նախ ստրեսի են ենթարկել այն մարդկանց, ովքեր որ, չգիտեմ, տուրիզմը մեր մոտ զարգացնում են։ Մենք ունեցել ենք դրսից հյուրեր ու շատ ցավոք մենք այդ հյուրերին այսօր չենք կարողանում ոչ մի պատասխան տալ, որովհետև պատասխան չունենք։ Մեզ անլուրջ են վերաբերվում մեր երկրին, ասենք օտար երկրա տուրիստներին չեն թողել պարզապես էլի նկարեն, ինչ-որ ֆոտո անեն այն ժամանակ, որ իրանք ուզեցել են նախաճաշ անեն գոնե, որտեվ այդ մարդիկ վճարել են, մեկ էլ հոп փակում են, գնացեք։ Խոզարկության օրը, այո։ Ինչ է նշանակում մարդուն դուրը թակես, ասես, գիտես ինչ կա, սիրելիս դու սարի, որտեվ մեծարգո պարոն, չգիտեմ ինչը, որոշել է, որ մեր հիմնարկը պետքա փակի։ Լուծարման համար նախապես են զգուշացնում մարդկանց։ Ով է այս պարապուրդի համար այսքան աշխատողի վարձատրելու, ժողովուրդ ջան։ Ով է մեր հային, մեր հարցի պատասխան ով է տալու։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Այո, իհարկե։ Ես ինքս աշխատող եմ, աշխատել եմ 14 թվին եւ հաճախակի դուրս եմ եկել, նորից եկել եմ, առողջական խնդիրներ ունեմ։ Ես աշխատում եմ ու շատ գոհ եմ աշխատանքից։
եւ աշխատանքից եւ վերաբերմունքից ես ուղղակի պահանջում եմ բոլորի անունից եւ իմ անունից, որ բացվի, բոլորը աշխատեն, բոլորը հարկեր ունեն, վարկեր ունեն, խնդիրներ ունեն։ Ես հիվանդ թոշակառու եմ, բայց աշխատում եմ ստիպված, որտեղ այդ թոշակով չեմ կարողանա իմ բոլոր դեղերը առնել։ Ես ունեմ ոսկորների խնդիր, որ շատ թանկ դեղ եմ առնում, դրա համար ամեն ամսյա ստանում եմ եւ դրանով ապրում եմ։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ պետք է ասեմ, էլի, պարոն Ծառուկյանը ասեց պետք է ընտրենք պարոն Փաշինյանին, բոլորս կանգնեցինք պարոն Ծառուկյանի կողքը եւ ընտրեցինք պարոն Փաշինյանին։ Այս անգամ մենք երևի մեր սա ընտրության պատիժն էր, հա, որ ընտրել էինք Բարգավաճ կուսակցություն պարոն Ծառուկյանին եւ պատժվեցինք, հա, հիմա որ անգործ ենք մնացել։ Դա է մեր պատիժը, բոլոր աշխատողների պատիժը դա է։ Դա է նշանակում։ Պատժում են կառավարությունը։ Մեզ, որ ընտրել ենք պարոն Ծառուկյանին։ Ժամանակին էլ ընտրել եմ պարոն Փաշինյանին, կանգնել ենք պարոն Ծառուկյանի կողքը, ընտրել ենք պարոն Փաշինյանին։ Եվ ինչ ստացանք։ Ինչ փոխվեց մեր համար։ Սկզբում ընտրեցիք Գագիկ Ծառուկյանին, խորհրդարանից դուրս թողեցին ձեր վստահած կուսակցությանը, հիմա էլ ձեզ են աշխատանքից զրկել, դրան ոնց կվերաբերվեք։ Վատ, իհարկե վատ, սա վատ երևույթ է, դա ուղղակի չգիտեմ բառը չեմ գտնում ասելու։ Սա ասենց չի կարող լինել։ Մենք բոլորս բանկեր ունեն, վարկեր ունեն, տուն ունեմ եւ հետո ոնց պետք է ապրենք լավ։ Հիմա որ բանկը ին դուրը ծեցի, ես ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Ասեմ սենց է երևույթը, իրան շատ պետք է։ Սա ինչ է նշանակում։ Ուրիշ օրինական ձևով չի կարելի ասել, հասկացնել եւ հետո որ չաշխատենք, ով է տալու հարկերը, վարկերը, մյուսը, ով է տալու։ Մեզանից է չի գնում։ Այո, իհարկե օրինական է։ Սա օրինական։ Այո, սա օրինական գործում է։ Չէ, գործընթացը, որ խուզարկել են եւ օրինական ոչ, իհարկե ոչ։ Որ խուզարկել են, որևէ մի փաստ, որևէ մի վատ բան գտել են, ոչ, չեն գտել։ Էդի պետությունը, ես ուղղակի ուզում եմ հասկանալ պետությունը, որ ուզում է տուրիզմը զարգացնի։ Երկին գալիս է Մարտին հյուրանոցից հանում, ասում է հելի։ Էտա մեր երկիրը այտենց են ցույց տալի։ Կամ գնում են Կորեայից հարավում են։ Չի կարելի պարզապես, ինչքան կարելի այսպես առանց մնալ առանց։ Ես ասում եմ, եթե 2 օրից ես չել, ես գալու ճանապարհը փակեմ։ Ով ինչ ուզում է անի։ Թող Նիկոլը գա, Նիկոլի դեմն էլ կասեմ։ Թող գա ինձ գործով ապահովի։ Չի կարելի։ Պատասխանը մենք այս ճամփեն փակելու ենք։ Ոչ մեկ տուն չի գնա, մինչև լենտերը չբացեն, ու մենք չհետան գործի։ Որ մեկն է բերելու իմ տունը բահելու, ոչ մեկ։ Երբ որ պետք է ներողություն, երբ որ պետք է պարոն Փաշինյանը ընտրվեր այն ժամանակ, երբ որ կանգնեցին պարոն Ծառուկյանի հետ պարոն Փաշինյանի կողքը, Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց։ Որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսպես անգործ թողնի։ Համար շատ բաներ արեցին։ Շատ բան արեցինք մենք իր համար, բայց հետո այս այո, Սերժի մարդն, այո, հենց Սերժն էլ անում է ամեն ինչը։ Իրանց զերով այդում մենք եկենք ոչ մեկին չվերագրենք, մենք ուղղակի խնդրում ենք կողի դռները բացենք, մենք աշխատենք։ Պարոն Ծառուկյանն էլ Աստված միշտ Աստված ինքը ասում մարդա եւ Աստված միշտ իր կողքին է, Աստված պահապան։ Լավ կլինի։ Ինչ կապ ունի։ Մենք հույսեր ունենք, բաց են թողել, ոչ մի բան չեն արվես։ հույսեր չեն անում։ Թողենք ուր գնանք այս երկրից։ Թող աշխատանքի տեղ տա։ Մի ժամանակ մեր հարգարժան պարոնին մենք այս ճանապարհը փակելու ենք ու տուն չեն գնալու, մինչև մենք գնանք մեր կաբինետներում աշխատենք։ Ինքը հենց հիմա հանգիստը վայելում է։ Ինչի է գնացել հանգիստ, սա հարցերը գցել է տեղը գնացել է հանգիստ։ Իսկ այս ժողովուրդը ստեղ սոված են մնան։ Որովհետև իր համար մեկը, մենք մեկ ենք, ինքը թուրք եղել է, թուրք էլ կմնա։ Ամբիշը հաղթել է Թուրքին։ Մենք չպետք է լույս երեխեքը որ գնացին, սա իր պատճառը տեսնում ենք։ Հա, ուրիշ բան չենք տեսնում։ Իսկ պարոն Ծառուկյանին Աստված պահապան։ Միշտ ասում մարդը եղե Աստված էլ իրան պահապան կլինի։ Չենք էլ մտածում։ Էլի կկանգնի որ։ Այո, մենք էսել ենք հաղթահարելու։ Մեր պարոն վարչապետի ձեռագրին բոլորս ենք ծանոթ։ Անկախ նրանից, թե երբևէ ով կխոսի, ով չի խոսի դրա մասին։ Մենք իր ձեռագիրը շատ լավ գիտենք, ոնց է վերաբերվում հայ ազգին ու մեզ։ Երբ որ հելել են միշերցերից ու չեն գնում Փաշինյանի համար, պարոն Ծառուկյանի կողքը կանգնած, Փաշինյանի կողքը կանգնած, մի ժամանակ, եթե իրանք մեզ հստակ չպատասխանեն, մենք ճանապարհը փակելու ենք։ Որ այսօր ընկնեն, իմ երեխաներից ինչ պատասխան տամ։
Մենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, մինչև չիմանանք այս ամեն ինչը ինչի է մեր հետ կատարվում, մինչև մենք չգնանք մեր աշխատատեղերում աշխատենք, 1 ժամ ժամանակ։ Մարդիկ աշխատանքի տեղ ստեղծել են, աշխատանքի Որոնց է մի աշխատանքի տեղ ստեղծել է, գնանք աշխատենք։ Ոչ մեկ։ Մի հատ ասենք տեղ, բացի միլիցիա